Երջանիկ առավոտ էր, զարհուրելի երազմս թափելով աչքերս կբանեմ, կորոնիմ արևի առաջի ճառագայթները: Սողոմոն Թեհլիրյանը իր օրագրում այսպես է նկարագրում 1921 թվականի մարտի 15-ը: 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի կենտրոնում Թալյատ Փաշան հանգիստ քայլում էր փողոցով, երբ մեկ երիտասարդ մոտեցավ նրան, բարձրացրեց ատրճանակն ու մեկ կրակոցով գետին տապալեց Օսմանյան կայսրության նախկին ներքին գործերի նախարարին: Այդ երիտասարդը Սողոմոն Թեհլիրյանն էր, մարդ, ով կրում էր ողջ հայ ազգի վրեժը: Թեհլիրյանը չէր թաքնվում: Նա կանգնեց Թալյաթի մարմնի մոտ ու սպասեց, մինչև գերմանական ոստիկանները կգան ու նրան կձերբակալեն: Դատարանում, երբ նրան հարցրեցին, թե ինչու է սպանել Թալյաթին, նա պատասխանեց. «Ես սպանեցի մարդասպանին, բայց ես մարդասպան չեմ»: Դատավարությունը տևեց ընդամենը 2 օր: Երբ Սողոմոն Թեհլիրյանը պատմեց, թե ինչպես էր ականատես եղել իր ողջ ընտանիքի կոտորածին, ինչպես էր կորցրել ծնողներին, եղբայրներին ու քույրերին, ինչպես էր Թալյաթը ղեկավարել Հայոց ցեղասպանությունը, ատենակալները չկարողացան խիստ դատավճիռ կայացնել: Արդյունքը՝ 1921 թվականի հունիսի 3-ին Սողոմոն Թեհլիրյանը ազատ արձակվեց: Դատարանը վճռեց, որ նա անմեղ է: Սա պարզապես դատավարություն չէր, սա պատմության աննախադեպ արդարության ակտ էր, որտեղ ոճրագործությունը չմնաց անպատիժ: Արդարացումից հետո Սողոմոն Թեհլիրյանը ապրում է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում մինչև 1945 թվականը, որից հետո տեղափոխվում է Ամերիկայի Ֆրեզնո քաղաք, որտեղ էլ 1960 թվականի մայիսի 23-ին մահանում է: Թեհլիրյանը ապրեց երկար կյանք, սակայն իր անունը մնաց պատմության մեջ որպես վրեժի ու արդարության խորհրդանիշ: Եվ ամեն անգամ, երբ հիշում ենք Թալյաթի սպանությունը, հասկանում ենք հայ ժողովուրդը երբեք չի մոռանում: Իսկ Սողոմոն Թեհլիրյանի և Նեմեսիս գործողության վերաբերյալ նյութերը և իրերը կարող եք տեսնել Հոյդա պատմության թանգարանում: